Դուք լսում եք Արմ ռադիոյի լրատվական հիմնական թողարկումը, ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը։ Այսօր եթերում Հայաստան-Իռլանդիա, բուքմեյքերների եւ մեր համակարգացիների կանխատեսումները, որքանով է հավանական ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքը, ինչ է լինելու ԵԽԽՎ-ում Չավուշօղլուից հետո։ Այս մասին առավել մանրամասն։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը դադարել է արժեքների կազմակերպություն լինել։ Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը։ Հայաստանյան պատվիրակությունը կտրականապես հրաժարվում է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքներին, պատճառաբանելով, որ նման ձևաչափը միայն խոչընդոտում է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Ինչ ճակատագիր է սպասվում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովին եկող տարի ԵԽԽՎ նախագահ Մելութ Չավուշօղլուի փոփոխությունից հետո, մեկնաբանում է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Ինչ ակնկալի կարող է ունենալ հայկական կողմը այս տեխնատուի պաշտոնավարումից։ Մեր ակնկալիքը մեկն է, որ ի տարբերություն Չավուշօղլու, որը իր այս 2 տարիները օգտագործեց ծառայելով ոչ թե ԵԽԽՎ հիմնարար արժեքների, այլ ուղղակիորեն ծառայեց թութ ադրբեջանական շահերի բավարարմանը, մենք հույս ունենք եւ վստահ ենք, որ Ֆրանսիայի ներկայացուցիչը իր գործունեության հիմքում կդնի ոչ թե այս կամ այն երկրի շահերին ծառայելը, այլ կդնի Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեք։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ճակատագրին, իհարկե մեր պատվիրակությունում կա տեսակետ, որ դերևս վերջնական դժվար է ասել կավարտվի, անփառունակ իր վախճանը կխնքի այդ ենթահանձնաժողովը թե չէ։ Ես մի քիչ ավելի լավատես եմ, ես հույս ունեմ, որ Ժան-Կլոդ Մինյոնը կհասկանա այդ ենթահանձնաժողովի անիմաստության եւ անհեթեթության ողջ այս տրամաբանությունը, եւ դուք գիտեք, որ հարցը կրկին ուղարկված է ԵԽԽՎ բյուրո, եւ ես ենթադրում եմ, որ այդպես էլ ԵԽԽՎ բյուրոյում այդ հարցը կրկին կմեռնի։ ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուիլյամ Բերնսը այս շաբաթ կայցելի Բաքու։ Այցի օրակարգի առաջին տեղում Ղարաբաղի հարցի կարգավորումն է։ Լրագրողներին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան։ Նա ունի գաղափարներ, որոնք զարգացրել է ԵՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ, հավելել է Բրայզան։ Ըստ դեսպանի Բերնսը կքննարկի նաեւ Ադրբեջանի ներքին բարեփոխումները, որոնց թվում են ժողովրդավարական եւ տնտեսական վերաձևավորումները, էներգետիկ համագործակցության եւ անվտանգության խնդիրները, այդ թվում Կասպյան ավազանում ահաբեկչության դեմ պայքարը։ Ստեփան Շահումյանի արձանի մոտ այսօր արտոնված բողոք հավաք էին կազմակերպել Հայաստանի քրդերը, կոչ անելով միջազգային հանրությանն ու հեղինակավոր կառույցներին ուշադրություն հրավիրել Թուրքիայում քուրդ ժողովրդի նկատմամբ իրականացվող բռնություններին, պատմում է Զարուհի Մեջլումյանը։ Անհապաղ ազատ արձակել քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, դադարեցնել Թուրքիայի կողմից քրդերի նկատմամբ կատարվող ոտնձգությունները։ Ահա այն պահանջները, որոնք այսօր ներկայացրեցին Հայաստանում ապրող քրդերը։ Քրդական ազգային խորհրդի նախագահ Հասան Հասանովի խոսքով արդեն 75 օր Օջալանին թույլ չեն տալիս տեսակցել հարազատներին ու փաստաբաններին։ 4 ամիս է Թուրքիայում ռմբակոծվում են քրդական գյուղեր կամ բազմաթիվ ձերբակալություններ։ 20 քաղաքապետեր դեռևս անցյալ տարվա ձերբակալված են եւ բանտում են։ Ձերբակալվել են նաև 6 մեջլիսի քուրդ պատգամավորներ, դրանցից մեկը իդեպ Ալթանթանը վերջի օրերին մեջլիսում հայտարարեց, որ 15 թվականին հայ ժողովրդի նկատմամբ կատարվել է ցեղասպանություն, գենոցիդ, պետք է ընդունել այդ ցեղասպանությունը։ Հավաքի վերջում ընթերցվեց կոչ ուղված միջազգային ատյաններին, որում ասված է. կոչ են անում բռնել թուրք իշխանությունների արյունոտ ձեռքը, որպեսզի վերջ դրվեն ցեղասպանություններին, ներկա դեպքում քուրդ ժողովրդի նկատմամբ կատարվող ցեղասպանությանը։ Զարուհի Մեջլումյան, Արմ ռադիո։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականությունը մեծ է, կարծում են տնտեսագետները եւ դա առաջինի բնական շարունակությունն են համարում։ Լեհաստանը կարող է ճգնաժամը հաղթահարելու օրինակ ծառայել շատ պետությունների, այդ թվում նաեւ Հայաստանի համար, հավաստիացրել է այլընտրանքային հետազոտական կենտրոնի ղեկավար տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ Լեհաստանը ոչ միայն չի տուժել ճգնաժամից, այլև գրանցել է 4-ից 4.5% աճ։ Զարգացման այդ տենդենսը շարունակվելու է նաեւ հաջորդ տարի։ Տնտեսագետը հաջողության պատճառներից մեկը թվում է նաեւ այն, որ Եվրագոտում լինելով հանդերձ այս երկիրը շարունակում է պահպանել ազգային դրամը, զլոտին եւ կախված չլինել եվրոյի ու դոլարի տատանումներից, ներկայացնում է Սոնա Կարապետյանը։ Թաթուլ Մանասարյանը փաստում է, որ ստվերում ահռելի պոտենցիալ կա, ինչը պետք է օգտագործել ճգնաժամի դեմ պայքարելիս։ Այս պարագայում պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն հարկային քաղաքականության ուժեղացման, այլև ճկուն հարկային քաղաքականություն եւ հարկերի շրջայնացման վրա։ Տնտեսագետը հավելում է, որ հատկապես սահմանային գոտիներում պետք է զրոյական մակարդակի հասցնել հարկայնացումը։ Մենք նման տոկոսային հարաբերակցությամբ բարձր ստվերային տնտեսության չենք կարող լուրջ նպատակներ դնել եւ իրագործել, այսինքն կարող ենք դնել, բայց դրանք իրատեսական չեն լինի, որտեղ միջոցներ են անհրաժեշտ։
Թաթուլ Մանասարյանը գնահատելով հայաստանյան տնտեսության իրավիճակը նշում է, որ այն առողջացման փուլում է գտնվում, սակայն ունի մեծ ներուժ։ Ի տարբերություն Հունաստանի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Հայաստանը առավելություն ունի հենց սեփական տնտեսություն ունենալու հաշվին։ Տնտեսագետը հիշատակում է նաև Հայաստանում մենիշխանության խնդիրը։ Ընդհանրապես հաշված մարդիկ կարող են գներ ձևավորել Հայաստանում։ Սա պետք է վերջ տալ եւ շատ խիստ պետք է սրան վերաբերվել։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, պետեկամուտների կոմիտեն, մյուսները իրենց դերակատարությունը պետք է ստանձնեն, այլապես միայն դրամավարկային կամ արժութային քաղաքականությամբ մենք շատ լավ հասկանում ենք, որ դա զսպել չի կարելի։ Անդրադառնալով արդեն իսկ հաստատված պետբյուջեին, տնտեսագետը թեև փաստում է, որ միայն դրանով չի պայմանավորված երկրի վիճակը, այդուհանդերձ նշում է, որ պետբյուջեն պետության իրական հայելին է եւ պետք է չլինի միայն գեղարվեստական նկարչություն։ Սոնա Կարապետյան, Արմ ռադիո։ Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է ֆինանսավորել Հայաստանում ենթակառուցվածքների, այդ թվում հանրապետության ճանապարհների վերանորոգման ուղղված ծրագրերը։ Այս մասին նշվել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի եւ Եվրոպական ներդրումային բանկի արևելյան գործընկերության երկրների բաժնի պետ Ֆիլիպ Ժիմչակի հանդիպման ժամանակ, որը կայացել է Երևանում հոկտեմբերի 10-ին։ Ներկայումս Եվրոպական ներդրումային բանկը Ասիական զարգացման բանկի հետ քննարկում է Հյուսիսարավ ավտոմայրուղու կառուցման Թալին-Գյումրի հատվածի վերանորոգմանը իր կողմից համաֆինանսավորման ձևով մասնակցության հարցը։ Կողմերը քննարկել են նաև դեպի Վրաստան երկու մայրուղիներին վերանորոգման համաֆինանսավորման հնարավորությունները։ Մանրամասներ է հաղորդում տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը։ Նախարար Վարդանյանը միաժամանակ բանկի պատվիրակությամբ առաջարկել է տրանշ 3-ի համաֆինանսավորմանը զուգահեռ իրականացնել նաև Հյուսիսարավ ավտոմայրուղու կառուցման ամբողջ ծրագրի նախագիծը։ Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել քննարկել այս հարցերը եւ համաֆինանսավորման կարգով մասնակցել մայրուղիների վերանորոգման ծրագրին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն եվրոպական տարածաշրջանում գրիպի եւ սուր շնչառական վարակների առումով ներկայումս համաճարակային իրավիճակը լարված չէ։ Նշված տարածքում չի դիտվում գրիպի, գրիպանման հիվանդությունների եւ սուր շնչառական վարակների ինտենսիվ շրջանառություն։ Այդ առումով ինչ իրավիճակ է Հայաստանում եւ ինչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել, պարզաբանում է Աննա Գզիրյանը։ Տարվա այս շրջանում ավելանում է գրիպով հիվանդների թիվը։ Սովորաբար դա պայմանավորված է եղանակային փոփոխությամբ։ Մարդիկ դժվարությամբ են հրաժարվում ամառային հագուստից, չեն հագնվում եղանակային պայմաններին համապատասխան, արդյունքում սուր շնչառական վարակիչ հիվանդությունը պատրաստ է։ Հիվանդանալու դեպքում էլ շատ հաճախ մարդիկ խուսափում են բժիշկներից ու բուժումից, այն կազմակերպելով տնային պայմաններում։ Գրիպի ժամանակ ինգալյացիա եմ անում, խոտաբույսեր եմ խմում։ Շատ քիչ եմ դիմում բժշկի, այո, եւ աշխատում եմ ինքս խոտաբույսերով եւ ամեն ինչով ինքս բուժեմ տնային պայմաններում։ Բժշկի չեմ դիմում։ Տանը ավելի հեշտ է բուժել, որովհետեւ բժիշկներին դիմելուց հետո արդեն ավելի դժվար է լինում։ Բայց գրիպի դեպքում չէ, աշխատում եմ գլուխս տակ պահեմ, ոտերս տակ պահեմ, կանցնի կգնա։ Սառը արաղ եմ խմում։ Գրիպի դեպքում ինչ բժիշկը։ Տաբլետկա ենք առնում, խմում ենք էլի։ Բժիշկները նախապատվությունը դեղահաբերին են տալիս, իսկ մենք խուսափում ենք դրանցից ու նախընտրում բնական միջոցներ կիրառել, որոնք թեկուզ եւ դանդաղ են կազդուրում կամ էլ ընդհանրապես անօգուտ են, բայց դե այսպես ասած, փորը դեղատուն չի դառնում։ Այստեղ առաջանում է երկու մոտեցումների հակասություն։ Յուրաքանչյուր հիվանդություն, այդ թվում գրիպը, կարող է բարդությունների պատճառ դառնալ, պնդում է պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիաննա Թորոսյանը։ Գրիպանման երևույթների առկայության դեպքում չպետք է ինքնաբուժությամբ զբաղվել։ Անհրաժեշտ է դիմել պոլիկլինիկաների, որպեսզի հիվանդները կարողանան ստանալ վաղաժամ ու գրագետ բժշկական օգնություն։ Եթե բժիշկը հիվանդին զննում է եւ տեսնում է, որ անհրաժեշտություն կա արդեն դեղորայքային բուժման, իհարկե նշանակվում է դեղորայք։ Լիաննա Թորոսյանը նկատեց, որ շատերը գրիպի ժամանակ առանց բժշկի հետ խորհրդակցելու օգտագործում են հակաբորբոքային դեղահաբեր, որոնք ոչնչով չեն օգնում օրգանիզմին։ Եթե երեխաների մոտ նկատվում է գրիպանման որևէ ախտանշան, դա կլինի հարբուխի երևույթ, քթից հոսել, ջարդվածության զգացողություն կամ ջերմության թեթև բարձրացում, ապա մասնագետները խորհուրդ են տալիս նրանց չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց։ Քանի որ երեխաները նրանք ավելի խոցելի են, նրանց դիմադրողականությունը ավելի թույլ է եւ նրանք ավելի հեշտ են հիվանդանում, ուրեմն այս կամ այն ուրեմն հիվանդություններով։ Այնպես որ մասնագետները կոչ են անում չընկնել երկու ծայրահեղության մեջ, պետք չէ ոչ զարկ տալ դեղերի անհարկի օգտագործմանը, ոչ էլ անուշադրության մատնել սեփական առողջությունը, մտածելով, թե շունը կաղալով չի սատկի։ Աննա Գզիրյան, Արմ ռադիո։ Այլ թեմաների մասին։
Այս տարվա մայիսի 23-ին ազգային ժողովի ընդունած քրեական օրենսգրքի փոփոխություններով բարձրացվեց առավելագույն պատժաչափը, բայց միայն որոշակի ժամկետով 15 տարուց սահմանելով 20 տարի։ Այս փոփոխությունն ըստ իրավաբանների մեղմացում է հանդիսանում ՑՄ ազատազրկման դատապարտվածների պարագայում, հետևաբար ունի հետադարձ ուժ։ Ինչ փուլում է գտնվում դատապարտվածների գործերի վերանայման հոդվածների համապատասխանեցման ընթացքը, պարզել է Զարուհի Մեջլումյանը։ Քրեական օրենսգրքի նոր փոփոխությամբ սահմանվեց որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն նոր պատժաչափ։ Եթե նախկինում դատարանները անձին դատապարտելիս ընտրություն էին կատարում 15 տարվա ազատազրկման եւ ՑՄ դատապարտության միջև, ապա այսօր այդ պատիժների միջակայքը փոքրացվել է։ Ներկայիս ՑՄ դատապարտյալների պարագայում այն մեղմացնող է, փաստում են իրավաբանները։ Փաստաբանների պալատի անդամ Երվանդ Վարոսյանը նշում է. Փոփոխությունները իրենց մեջ մեղմացում են պարունակում, մեղմացում ՑՄ դատապարտյալների պարագայում։ Քանի որ եթե անձը դատապարտված է ՑՄ ազատազրկման, իսկ այն հոդվածը, որով նա դատապարտվել է, սկսում է նախատեսել նաև մինչև 20 տարի ազատազրկում, բնական է, որ այդ մարդը կարող է դատապարտվել, ասենք թե 17, 19, 18, 20 տարվա ազատազրկման, այլ ոչ ՑՄ ազատազրկման։ Ըստ փաստաբանի սա եզակի հնարավորություն է գործերի վերանայման արդյունքում փոքրինչ մեղմելու ՑՄ դատապարտյալների թնջուկը Հայաստանում։ Այն է 20 տարվա ընթացքում մեր դատական կենսագրության մեջ մահապատժի դատապարտվածների գործերի վերանայման եւ ոչ մի նախադեպ չի եղել։ Այսօրվա դրությամբ փոփոխությունների շրջանակներում արդեն 42 ՑՄ դատապարտյալ դիմել է դատարան գործերի վերանայման հայցերով։ Նրանց վերջնական նպատակն է ՑՄ դատապարտությունը փոխարինել 15-ից 20 տարվա միջակայքում տեղավորվող պատժաչափով։ ՑՄ դատապարտվածների 12 գործերով վճիռներն անփոփոխ են մնացել, փաստում է Վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ Ամալիա Հարությունյանը։ Վերոնշյալ 42 դիմումներից 5-ով որոշում է կայացվել դիմումը մերժելու մասին, 12-ով դատավճիռները համապատասխանեցվել են նոր օրենքի դրույթներին, սակայն վերջնական պատիժները թողնվել են անփոփոխ, իսկ 25 դիմումներ դեռևս գտնվում են դատարանների վարույթում։ Մեր զրուցակցից պատասխան չստացանք այն հարցին, թե ինչով է պայմանավորված պատժի առավելագույն չափն անփոփոխ թողնելու փաստը, բավարարվեցինք միայն վիճակագրական պատկերի ներկայացմամբ։ Իսկ ահա Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ձևական վերանայում որակեց գործերի վերանայման ու հոդվածների համապատասխանեցման այս գործընթացը։ Իրավապաշտպանն ու իրավաբան Վարոսյանը համակարծիք են հետևյալում. նրանք գտնում են, որ պատժատեսակների անփոփոխ մնալու միտում կա եւ պայմանավորված է որոշակի հրահանգով։ Դա խոսում է միտումի մասին, դատական համակարգը շատ վաղուց արդեն ինքնուրույն դատական ակտեր չի կայացել։ Ցանկացած կայացող դատական ակտ դա հրահանգի հետևանք է։ Եթե այսօր նույնն են թողնվում դատավճիռները պատժի մասով ՑՄ ազատազրկվածների, նշանակում է հրահանգն այդպեսին է։ Ի վերջո, այս առումով կարելի է կիրառել միջազգային փորձը, փաստում են փորձագետները, օրինակ Ռուսաստանի նախադեպը, երբ նախկին մահապարտների գործերի անհատական վերանայման արդյունքում ըստ գործերի ծանրության աստիճանի սահմանվեցին կոնկրետ տարիների տեսքով պատժաչափեր։ Արդյոք շուրջ 100 գործերով, որոնք մահապատիժ էին տրված եւ ՑՄ դատապարտում, ուրեմն բոլորը արդար դատավարության տեղ եղել եւ բոլորը արժանի եղել ամենախիստ պատժի։ Շատ դեպքերում, երբ որ մի սպանության հարց է, երբեմն այլ ինքնապաշտպանությունով կամ այլ հարցեր են եւ նրանց գործերը համարել, որ ճիշտ են եղել եւ տեպել ամենախիստ պատիժը, մասով համոզություն չէ։ Զարուհի Մեջլումյան, Արմրադիո։ ԶԼՄ-ները պետք է լինեն չորրորդ իշխանություն, ինչը վերջին տարիներին չի նկատվում։ Այդուհանդերձ այդ իշխանությանը հասնելու ձգտումներ են դիտվում մասնավորապես մամուլի ու հեռուստաընկերությունների կողմից։ Իսկ չորրորդ իշխանություն դառնալու նախապայմաններից է մյուս ճյուղերից կախվածությունից ձերբազատվումը։ Մի շարք քաղաքական գործիչներ եւ լրագրողներ կազմակերպված կլոր սեղանի շուրջ փորձել են պարզել, թե ինչպիսի ազդեցություն ունեն զանգվածային լրատվամիջոցները հասարակության վրա, մանրամասնում է Սոնա Կարապետյանը։ Հայաստանում նույնիսկ էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցները պոպուլյար չեն։ Թե լրատվական, թե ժամանցային առումով մեր երկրում առաջատարները ռուսական հեռուստաընկերություններն են։ Նման եզրակացության է հանգել Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ քաղաքական գիտությունների թեկնածու Արտուր Աթանասյանը։ Վերջինս հավելում է, որ Հայաստանում ամենազանգվածային միջոցը ինտերնետն է, եւ ավելին այն հավակնում է գերագույն զանգվածային միջոց դառնալ։ Նույն Facebook-ը իր մասնակիցների տեսանկյունից հայաստանյան ամիս մոտավորապես 5000 նոր անդամ է ձեռք բերում։ Որևէ թերթ, որևէ հեռուստալիք ամեն ամիս 5000 նոր անդամ մասնակից ձեռք չի բերում։ Այդ ակտիվ սերունդը երիտասարդությունը հիմնականում ընտրում է ինտերնետը։ Ինտերնետ թերթեր, ինտերնետ ֆիլմեր, ինտերնետ երաժշտություն։ Ես կարծում եմ, որ մեր պետությունը պետք է շեշտադրի ինտերնետ տեղեկատվությունը որպես ապագա ունեցողը։
Կլոր սեղանին ներկա ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն էլ փաստում է, որ հասարակական քաղաքական կյանքում լրջագույն դերակատարություն ունենալով հանդերձ զանգվածային լրատվամիջոցները պետք է անաչառ լինեն, իսկ անաչառ լինելու համար առաջնայինը պաշտպանված լինելու զգացողությունն է։ Այս առումով թեև քայլեր են կատարվել, նույնիսկ օրենքի փոփոխություններ են ընդունվել, այդուհանդերձ դեռ քիչ չեն լրագրողական իրավունքների ոտնահարումների դեպքերը։ Այս մասին է վկայում նաև Հրապարակ թերթի խմբագիր Արմինե Օհանյանը։ Պոստատար, երբ որ մտնում է խմբագրություն, իմ սիրտը սկսում է արագ աշխատել, ես մտածում եմ հերթական նոր դատական հայցն է եկել խմբագրության հասցեին։ Եվ գիտեք, հիմա այնքան անորոշ, այնքան վատ ձևակերպումներով է այդ փոփոխությունը կատարվել, որ ոչ մի երաշխիք չկա եւ մեր աշխատանքը այնպիսի անորոշ, այնպիսի պղտոր դաշտում է հիմա ծավալվում, որ մենք չենք կարող նույնիսկ նախապես կանխատեսել, թե որ հոդվածի արդյունքում կարող ենք հայտնվել դատարանում։ Ի վերջո որոշ բանախոսներ էլ նշում են այն փաստը, որ հասարակության վրա ամենևին հեշտ չէ ազդել։ Հասարակությունն ինքը արժեքային ամբողջություն է, որը ձևավորվում է տարիների դարերի ընթացքում եւ հեշտ չէ նրան փոփոխության ենթարկել։ Սոնա Կարապետյան, Արմ ռադիո։ Դուբլինում կայանալիք Իռլանդիա-Հայաստան ընտրական վերջին խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասել է, որ իր թիմը գտնվում է լավ մարզավիճակում եւ այսօր մտադիր չէ նստել պաշտպանությունում։ Այդ մասին գրում է UEFA-ի կայքը։ Մենք խաղալու ենք հաղթանակի համար։ Նախքան այս ընտրական մրցաշարը մենք երբեք չենք դրել Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշար դուրս գալու նպատակ։ Մեզ համար ավելի կարևոր է ստեղծել ուժեղ թիմ, որը կունենա փայլուն ապագա։ Մենք ամեն ինչ անում ենք հանգիստ եւ վստահ, սակայն եթե մենք ցանկանում ենք ավարտել այդ շինարարությունը, ապա պետք է հաղթենք Դուբլինում, ասել է Մինասյանը։ Այս խաղի նկատմամբ մեծ է նաև միջազգային եւ տեղական բուքմեյքերական ընկերությունների ուշադրությունը, որոնք ակնկալում են մեծ խաղադրույքներ։ Ուշագրավ է, որ գրեթե բոլոր գրասենյակները նախապատվությունը տալիս են Իռլանդիայի հավաքականին։ Միջազգային ամենահայտնի Ուիլյան Հիլ գրասենյակը խաղի համար սահմանել է հետևյալ գործակիցները. Իռլանդիայի հաղթանակ 1.67, ոչ ոքի 3.60, Հայաստանի հաղթանակ 5.50։ Հայաստանյան բուքմեյքերների կանխատեսումներն առանձնապես չեն տարբերվում Ուիլյան Հիլի կանխատեսումներից, թերևս փոքրինչ ավելին են հավատում Հայաստանի հավաքականի հաղթանակին։ Մասնավորապես այս պահի դրությամբ Տոտո բուքմեյքերը Իռլանդիայի հաղթանակը գնահատել է 1.75, ոչ ոքին 3.9, Հայաստանի հաղթանակը 4.25 գործակցով։ Պատկերը նույնն է նաև Վիվարոյի դեպքում, մեկ աննշան տարբերությամբ Իռլանդիայի հավաքականի հաղթանակը գնահատվել է 1.7 գործակցով։ Հայաստանցիներն իրենց վարկածներն ունեն Հայաստանի հավաքականի հաղթանակի վերաբերյալ։ Իսկ ինչ են մտածում խաղի մասին լեգենդար Արարատ 73-ի անդամները կամ էլ մեր համակարգացիները, պատմում է Աննա Գզիրյանը։ Հայ ազգային կոնգրեսը 7-օրյա հանրահավաքը դադարեցնելուց հետո հանդես եկավ նոր հայտարարությամբ, որով արտահերթ ընտրությունների անցկացման պահանջն ըստ էության փոխվեց։ ՀԱԿ-ը գտնում է, որ պետք է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տա։ Ազգային ժողովի հանրապետական խմբակցության ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանը բացառեց կոալիցիայում ՀԱԿ-ի նման պահանջի քննարկումը։ Դրանի պատասխան լրագրողները բանախոսին հիշեցրեցին հանրապետական կուսակցության այն հայտարարությունը, ըստ որի իրենք պատրաստ են ցանկացած հարցի շուրջ քննարկում անցկացնել։ Երկխոսություն կարող է լինել միայն այն բոլոր հարցերի շուրջ, հայկական այդպես էլ ասել է, որոնք մեր պետության, մեր ազգի առջև ծառացած խնդիրները լուծելու իրատեսական ճանապարհ են առաջարկում։ Իսկ եթե դա ֆանտազիայի կամ ուղղակի իրենց ցանկության, այսպես ասած, մոտեցումներն են, ուրեմն դրանք քննարկման ենթարկա չեն կարող։ Կարծիքներ կան, որ ՀԱԿ-ը ծառայություն է մատուցել իշխանություններին իր հանրահավաքը շարունակելով նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլա Սարկոզիի մասնակցությամբ Ֆրանսիայի հրապարակում անցկացվող միջոցառմանը զուգահեռ։ Միջազգային հանրությանը ցույց տրվեց, թե Հայաստանն ինչպիսի ժողովրդավար պետություն է։ Մկրտիչ Մինասյանի խոսքով ոչ կոռեկտ դիտարկում է եւ ակնհայտ է, որ երկու իրադարձությունները չեն կարող միմյանց հետ կապ ունենալ։ Օպերայի մի հատվածում մի կողմում մի միցինգ էր տեղ ունենում, մյուսում էլ մյուս։ Դա նորմալ ժողովրդավարական գործընթաց է եւ դա կարծում եմ չպետք է ենթադրել, որ դա դիտման բարված կամ կազմակերպված խնդիր է։ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը դրսևորվում է իր բոլոր ձևերով, նշեց Մկրտիչ Մինասյանը։ Իշխանությունը չի արգելում, չի սահմանափակում այն, ինչն օրենքի շրջանակներում է անցկացվում։ Աննա Գզիրյան, Արմ ռադիո։ Եվրոպայի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ մայիսի 14-ին անցկացվել է Թանգարանների գիշեր խորագրով ակցիան, որի շրջանակներում կազմակերպվել է մրցույթ։ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը։ Այսօր ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում տեղի ունեցավ Թանգարանների գիշեր միջոցառման շրջանակներում կայացած մրցույթի հաղթողների պարգևատրումը։ Ի զարմանս հենց կազմակերպիչների մրցանակակիրների տարիքային շեմը 7-ից 70 տարեկան միջակայքում էր գտնվում։
Ավելի քան 102 անուններ հնչեցին եւ պարգևատրվեցին մշակույթի նախարարության կողմից։ Մրցույթի նպատակներն է հռչակում մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։ Նպատակը ել ավելի ուշադրություն դարձնել բոլորիս կողմից մեր գանձերին, մշակութային ժառանգության պահպանությանը, հանրահռչակմանը։ Արդեն 6-րդ տարին է, ինչ Երևանում տեղի է ունենում թանգարանային գիշերներ ակցիան, սակայն այս տարի առաջին անգամ էր մրցույթն անցկացվում։ Մրցույթի հաղթողներից Մեհեր Սիմոնյանը այցելել էր 20 թանգարան։ Մասնակցեցինք, շատ հաճելի էր մասնակցությունը, բոլոր թանգարանները գնացել ենք ոտքով եւ այսպես մեծ ակտիվությամբ 12-ին 5 պակաս վերջին թանգարանում թողեցինք մեր թղթերը։ Հայաստանի 69 թանգարաններում անցկացված ակցիային մասնակցել է մոտ 800,000 այցելու։ Մրցույթի հաղթողին ընտրել են հաշվի առնելով կտրոնների թիվը։ Առաջի գաղափարը դա մոնիտորինգ անելն էր, որը այսպես վերածվեց խաղի ակցիային մասնակցել է 69 թանգարան։ Եվ ովքեր որ Երևանում 29 թանգարան էր եւ 28 թանգարան այցելած մարդկա, մինչեւ 11 թանգարան ներառյալ 100 ցուցակը այդպես է որոշվել։ Մեկ լուր կենցաղսպասարկման ոլորտից Երևան ջուր ընկերությունը տեղեկացնում է, որ շինարարական աշխատանքների հետ կապված հոկտեմբերի 12-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 13-ը ժամը 10:00 կդադարեցվի Արարատի մարզի Գեղանիստ եւ Արգավանդ գյուղերի ջրամատակարարումը։ Այժմ օրվա մամուլի տեսությունը։ Արմ ռադիոյի եթերում մամուլի տեսությունն է։ Ժողովուրդ թերթի հրապարակումներից մեկը վերնագրված է։ Իշխանությունները արտաքին գործերի նախարարության եւ ազգային անվտանգության ծառայության միջոցով ցանկանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձնել արտերկրներից։ Թերթը գրում է, որ իր աղբյուրների փոխանցմամբ իշխանությունները արտաքին գործերի նախարարության եւ ազգային անվտանգության ծառայության միջոցով դիվանագիտական խողովակները գործի են դրել եվրոպական երկրներում գտնվող եւ հիմնականում քաղաքական ապաստան հայցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձնելու համար։ Իսկ նպատակն այդպես Հայաստան վերադարձողների թվականակը ապահովելն ու արտագաղթի ծավալները կոծկելն է։ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ժողովրդի հետ զրույցում ասել է, որ որևէ մեկը քաղաքական ապաստան խնդրողների ճամբարներ մուտք գործելու իրավունք չունի եւ այդ ճամբարներում գտնվողների մասին տեղեկություններ չեն կարող իմանալ։ Գուցե ֆորմալ առումով այդպես է, բայց չմոռանանք, որ Հայաստանն այլ երկրներում ապօրինի կերպով գտնվող իր քաղաքացիներին համապատասխան միջազգային համաձայնագրերի հիման վրա պարտավոր է ընդունել, գրում է ժողովուրդը։ Հրապարակը գրում է, որ ԱԺՄ-ից ժամանակին անջատված 4 կուսակցություններ, որոնք կազմում են ազգային ժողովրդավարների շարժումը, որոշել են միավորվել բարձր գաղափարների շուրջ, օգտագործելով տեխնիկական ներկա հնարավորությունները, ստեղծել համահայկական ազգ կազմակերպություն եւ դիմակայել հազարամյակի մարտահրավերներին։ Թերթին տված հարցազրույցում ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը հերքել է, թե դա վարչապետի պրոյեկտն է, դա իմ պրոյեկտն է։ Երբ արաբական աշխարհում Facebook-ը ռևոլյուցիա է անում, դուք պատկերացնում եք ինչ հնարավորություններ հիմա կան։ Սադոյանը նաեւ խոսել է սմարթֆոններից ու պլանշետային հեռախոսներից։ Անդրադառնալով ՀԱԿ-ի ավարտված շուրջօրյա հանրահավաքին, Գոլոս Արմենիին գրում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե 8 օրվա ընթացքում կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքին 100,000 մարդ է մասնակցել, ակնհայտ ստախոսություն է, իսկ իրականությունն այն է, որ հոկտեմբերի 8-ին հրապարակում ավելի քիչ մարդ կար, քան սեպտեմբերի 30-ին, իսկ հոկտեմբերի 28-ին ՀԱԿ հանրահավաքին 1.5 մարդ է լինելու, նշում է թերթը։ Մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե ՀՀԿ-ն ֆաշիստական գաղափարախոսություն ունեցող կուսակցություն է, հոդվածագիրը հիշեցնում է 1995 թվականին, երբ Տեր-Պետրոսյանի գլխավորված ՀՀՇ-ն պետք է հանրապետություն անվան ներքո մասնակցեր խորհրդարանական ընտրություններին, անձամբ Տեր-Պետրոսյանի հանձնարարությամբ հանրապետական կուսակցությանը, որն այն ժամանակ գլխավորում էր Աշոտ Նավասարդյանը, առաջարկեցին միանալ ՀՀՇ-ին, այսինքն իր նախագահության օրոք Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական նախընտրական ալյանս էր ձևավորում ֆաշիստական գաղափարախոսություն ունեցող կուսակցության հետ։ Սարկոզին ցույց տվեց, որ գերտերություններն այլևս չեն վստահում Թուրքիային։ Գրեթե միշտ ինքնահավան ու վստահ տեսք ունեցող Թուրքիայի արտգործնախարար Դավութ Օղլուն շատ խղճուկ տեսք ուներ, երբ ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչին կմկմաց, թե դրանով Նիկոլա Սարկոզին խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, գրում է Գոլոս Արմենիին։ Թերթը նշում է, որ Անկարան եւ Բաքուն կարծում էին, թե իրենց էներգետիկ ներուժը թույլ կտա հավերժ հիմարեցնել աշխարհի գերտերություններին, անտեսելով հայ-թուրքական հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը միմյանց հետ չկապելու հորդորները։ Եվ ահա 2 տարվա լռությունից հետո Ֆրանսիայի նախագահը հստակ հասկացրեց Անկարային, որ աշխարհաքաղաքականության խոշոր խաղացողներն այլևս չեն վստահում Թուրքիային։ Ըստ թերթի, Անկարան այլևս չի կարող հայ-թուրքական հարաբերությունները հայոց ցեղասպանության շղթման պատրվակ դարձնել։ Նիկոլա Սարկոզին հստակ հասկացրեց, որ եթե Թուրքիան շարունակի շղթել սեփական պատմությունը, այն է ցեղասպանության փաստը, ապա Ֆրանսիան կընդունի ցեղասպանության շղթման քրեականացման օրենքը։
Հրապարակ. ՀԱԿ-ը թեկնածուների հարցը չի քննարկում։ Որոշ տեղեկությունների համաձայն Հայ ազգային կոնգրեսն առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատրաստվում է բոլոր մեծամասնական ընտրատարածքներում առաջադրել իր թեկնածուներին եւ պայքարել հանրապետականների օլիգարխ թեկնածուների դեմ։ ՀԱԿ քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանից թերթը հետաքրքրվել է, թե ճիշտ է արդյոք այդ տեղեկությունը, քննարկել է արդյոք այդ հարցը եւ եթե այո, ապա ովքեր են այդ թեկնածուները։ Հայ ազգային կոնգրեսում նման հարց չի քննարկվել, որովհետեւ այսօր ուրիշ ունենք օրակարգում, ասել է Փաշինյանը եւ տեղեկանալով, որ խոսքն առավել եւս հերթական ընտրությունների մասին է, հավելել է. «Չգիտեմ այդ լուրերը որտեղից են ծնվում, բայց ես ձեզ կարող եմ երաշխավորել եւ դուք կարող եք հաստատ համոզված լինել, որ նման քննարկում չի եղել»։ Այսօր Կիևում հրապարակվելու է Ուկրաինայի նախկին վարչապետ, այժմ ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի դատավճիռը։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ Ուկրաինական դատարանը նրան մեղադրում է 2009 թվականի հունվարին ռուս-ուկրաինական գազային պայմանագրերի ժամանակ սեփական լիազորությունները չարաշահելու համար։ Մեղադրող կողմը 7 տարվա ազատազրկում էր պահանջել Տիմոշենկոյի համար։ Բացի այդ, դատախազը պահանջել էր դատարանից 3 տարով զրկել Տիմոշենկոյին պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից եւ 150 միլիոն եվրո գումարի չափով տուգանք կանցել Նավթոգազ Ուկրաինա ընկերությանը պատճառած վնասի համար։ Թողարկման վերջում հավելեմ, որ այսօր ԱՄՆ դոլարը գնվում է 376-ով, եվրոն 511-ով, օդի ջերմաստիճանն այժմ +27 է։ Այսօր այսքանը, մինչ հանդիպում։